Օլիմպիական խաղերն իրենցից ներկայացնում են հին Հունաստանի հնագույն եւ առավել տարածված համահունական տոնախմբություններ եւ մրցույթներ, որոնք տեղի են ունեցել Սրբազան ամսում։ Ամառային արևադարձից հունիսի 22-ից հետո առաջին լիալուսնի ժամանակ Օլիմպոսում ի պատիվ Զևս Աստծո։ Օլիմպիական առաջին խաղերի մասնակիցները մրցել են միայն 192.27 հարյուրորդական մետր վազքատարածությունում։ Օլիմպիական խաղերը խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար են, որոնք անցկացվում են 4 տարին մեկ։ Ամառային օլիմպիական խաղերը 1896 թվականից ի վեր եւս տեղի են ունենում յուրաքանչյուր 4 տարին մեկ։ Այս տարի օլիմպիական խաղերն անցկացվելու են Լոնդոնում։ Ըստ ավանդույթի, Էջմիածինը եւս միանում է այս տոնակատարություններին։ Խաղերի մեկնարկի օրը Էջմիածնի քաղաքապետի նախաձեռնությամբ մարզադպրոցների մարզիկներն ու մարզիչները բաց դաշտում հանդես են գալիս ցուցադրական ելույթներով։ Էջմիածին քաղաքում որպես սատար կանգնել օլիմպիական շարժմանը, մենք կազմակերպել ենք այսօրվա օրը, բոլորս գիտենք, որ օլիմպիական խաղերը մենք 4 տարին մեկ, որ օլիմպիական խաղերը դրանք խաղաղության, ազգերի բարեկամության, արդարության, ազնվության խորհրդանիշն է։ Կանցկացնենք կրոսավազք եւ տարբեր սպորտաձևերի ցուցադրական ելույթներ։ Այս տարի Լոնդոնում կայանալիք մրցաշարերին Հայաստանից եւս տարբեր մարզաձևերում մրցող մարզիկներ կան։ Օլիմպիադային կմասնակցի նաեւ Էջմիածնի ներկայացուցիչը։ Էջմիածինը միշտ ակտիվ է եղել այս հարցում։ Մենք ունեցել ենք մասնակիցներ բազում մրցաշարերում, ովքեր հանդես են եկել տարբեր մարզաձևերում։ Իդեպ, արդյունքներն էլ բավական բարձր են եղել։ Էջմիածինը 3-րդ տարին է, որ ունի օլիմպիական խաղերի մասնակից, այս տարի էլ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանն է մասնակցում։ Գիտենք օլիմպիական խաղերը անց են կացվում Լոնդոնում։ Մենք էլ երեխաներին ոգևորում ենք, հույս ունենք, որ ապագայում այս երեխաների մեջից էլ կունենանք գոնե մասնակից, եթե ոչ չեմպիոն, գոնե մրցանակակիր։ Պարապում եմ, որ լավ բոքսեր դառնամ եւ մրցեմ տարբեր մրցույթների ու հաղթեմ։ Էջմիածնի քաղաքապետը միշտ աջակցում եւ ոգևորում է մարզիկներին։ Նրա մշտական ուշադրության կենտրոնում են մարզադպրոցները, որտեղ առաջացած ամեն խնդիր հնարավորության սահմաններում լուծում է ստանում։